ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար կանայք արժեքավոր կադրային ռեսուրս են։ Կանանց աճող դերի օրինակ է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որտեղ նրանք կազմում են աշխատակիցների ընդհանուր թվի 54%-ը։ Հայաստանը ևս առաջատար է այս ցուցանիշով։ Մեր երկրում աշխատում է կանանց 44%-ը։ Մարտի 8-ի ամենաթանկ ծաղկեփնջերն այս տարի վաճառվել են Հարավային Կորեայում, Հայաստանում եւ Արգենտինայում, իսկ Ռուսաստանը 14-րդ տեղում է։ Հայաստանում միջին գինը կազմել է $24.7։ Ամենից հաճախ կոմպոզիցիայի մեջ ներառվում են կակաչներ եւ վարդեր, ավելի հազվադեպ աստղածաղիկներ եւ ալստրոմերիաներ։ Ծաղկեփնջի արժեքը $1.8 է կազմել։ Հայաստանում գնաճը հասել է Կենտրոնական բանկի թիրախային միջակայքին, այս մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկը։ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 3%։ Գների աճի արագացմանը նպաստել են սննդամթերքի գների թանկացումը եւ ոչ պարենային սեգմենտում գների անկման տեմպերի դանդաղումը։ 2024-ին Հայաստանի եւ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով Հայաստանի տարածքում կատարած էլեկտրոնային առևտրի ծավալը կազմել է 781 միլիարդ դրամ, ինչը 55%-ով ավելի է 2023 թվականի համեմատ։ Ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարի միջին չափը կազմել է 6599 դրամ։ Միացյալ Նահանգները պաշտոնապես չեղարկել է USAID-ի ծրագրերի ավելի քան 83%-ը, այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ 5200 արդեն լուծարված պայմանագրերի վրա տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ոչ ի շահ Միացյալ Նահանգների, երբեմն նույնիսկ ի վնաս երկրի շահերին։ Պետքարտուղարությունը մտադիր է ուժի մեջ մնացած շուրջ 1000 ծրագրերն ավելի արդյունավետ կառավարել։ Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև պատերազմից հետո Լիբանանի վերականգնման արժեքը գնահատվում է 11 միլիարդ դոլար։ Նման գնահատական է տվել Համաշխարհային բանկը։ Վերակառուցման եւ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ 11 միլիարդ դոլարից 3-ից 5 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորում կպահանջվի, ներառյալ ենթակառուցվածքների ոլորտները։ Մասնավոր ֆինանսավորումն անհրաժեշտ է 6-ից 8 միլիարդ դոլար ծախսերը ծածկելու համար, հիմնականում բնակարանային, առևտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Սաուդյան Արաբիան ապրիլին կիչեցրի նավթի գները ասիական եւ եվրոպական երկրների համար։ Մասնավորապես ասիական գնորդների համար վառելիքը բարելի դիմաց կկազմի $0.4։ Հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների համար հաջորդ ամսից սաուդյան նավթի գինը կնվազի 1 բարելի դիմաց $0.2, իսկ միջերկրածովյան երկրների համար $0.3 1 բարելի դիմաց, սակայն Միացյալ Նահանգների գնորդների համար գները չեն փոխվի։ Չինաստանում սկսվել է աշխարհում առաջին խելացի թռչող մեքենաների արտադրության բազայի կառուցումը։ Արտադրական բազան զբաղեցնում է 180,000 քառակուսի մետր տարածք։ Այս նախագիծը կարևոր քայլ է Չինաստանի համար խելացի օդային տրանսպորտի ոլորտում առաջատար դիրք զբաղեցնելու ուղղությամբ։ Ավելորդ ագրեսիա, վարքագծի փոփոխություն, հանրության հետ կենդանի շփվելու անկարողություն։ Հենց այսպիսի խնդիրներ կարող է առաջացնել վիդեոխաղերից կախվածությունը դեռահասների ու երեխաների մոտ, մասնագետներն ահազանգում են։ Պարբերաբար կրկնվող խաղերը, որոնք շատ կարևոր է նշել նաև, որ այդ ընթացքում անգամ երեխան կարող է չպատկերացնել, չտարբերակել իրականությունը երևակայական այդ աշխարհից, որովհետև մենք գիտենք, որ այդ վիրտուալ աշխարհի մեջ մենք ընկղմվում ենք, այդ ուղեղի առանձնահատկությունն է այդպիսին, եւ մենք դա կարող ենք ընկալել նաև որպես հենց հիմա իրականություն։ Եվ ինքը բնականաբար անընդհատ մենք գործողությունները կատարելը, այդ ագրեսիվ գործողությունները կարող են ֆիքսվել։ Կտրուկ քայլեր ձեռնարկելը, օրինակ երեխային միանգամից այդ խաղերը խաղալը արգելելը հոգեբանը սխալ է համարում։ Սա միայն այն դեպքում, երբ կախվածությունը չափից ավելի է եւ մասնագետն է ուղղորդում։ Իսկ եթե գործը դեռ դրան չի հասել, ինչպես այդ գործընթացը ճիշտ կազմակերպել։ Մասնագետն ասում է, միանշանակ պատասխան չկա։
Շատ կարևոր է, որպեսզի անդադ չխլենք, այն աճ փորձենք անընդհատ ընդդիմանալ այն ամեն ինչին, ինչ տեղի է ունենում, օրինակ այդ թեկուզ խաղերի միջոցով որոշակի սահմաններ դնենք, որոշակի ժամանակահատված սահմանենք եւ փորձենք երեխաների մոտ ձևավորել այլ հետաքրքրություններ իրական կյանքի հետ կապված։ Անհրաժեշտ է շփումների ավելի լայն հնարավորություններ ստեղծել, ընդ որում ինչպես տարեկիցների, այնպես էլ հենց ընտանիքի անդամների հետ։ Իրեն որ համատարած դա կատարվի, ոչ թե մեկ արգելի երեխային, այդ երեխան կարող է մի օր լսի, 5 օր լսի, 2 ամիս լսի, երրորդին արդեն ինքը գտնի այլ ընտրանք, որտեղ բոլորը հետաքրքիր խաղում են կամ օնլայն խաղում են, իրար հետ շփվում են, ինքը չկա դրա մեջ։ Հայաստանում գadgetներից կախվածություն ունենալու խնդրով բժիշկներին դիմողներն ավելացել են, մտահոգիչ են դառնում ավելացող թվերը։ Վրաստանից կարտոֆիլի արտահանումը ավելացել է գրեթե 30 անգամ։ Հայաստանը 2200 տոննա ծավալով վրացական կարտոֆիլի հիմնական ներմուծողներից է։ Առաջին տեղում Ռուսաստանն է 14000 տոննա ծավալով։